Նայիրի բժշկական կենտրոնն ու Դավիդյանց լաբորատորիաները մեկ դահլիճում են հավաքել քաղցկեղը ախտորոշող եւ բուժող տարբեր մասնագետների։ Ռադիոլոգները, պաթոլոգները, վիրաբույժները, ճառագայթային եւ դեղորայքային թերապևտները քննարկում են գինեկոլոգիական քաղցկեղի բուժման արդի մոտեցումները եւ հնարավոր բարդությունները։ Իրենց փորձն ու գիտելիքը հայ մասնագետների հետ կիսում են գինեկոլոգիական ուռուցքաբանության Եվրոպական միության ESGO-ի հրավիրված դասախոսները։ Նայիրի բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ծառայության ղեկավար Լևոն Բադալյանը արհեստական բանականությանը խնդրել է հաշվարկել, թե միայն գինեկոլոգիական քաղցկեղի քանի տեսակ կարող է լինել, հաշվի առնելով հիվանդության տեղակայումը, փուլը, մոլեկուլյար եւ գենետիկ տեսակը։ Կոնկրետ եթե հաշվարկ ենք անում օնկոգինեկոլոգիայում քանի տեսակ ախտորոշում կարող լինի իր ենթատեսակներով 1300-ից ավել թիվ է տալիս։ Այս թիվը նրա խոսքով եւս մեկ անգամ փաստում է, քաղցկեղի բուժումը թիմային մոտեցում է պահանջում։ Մասնագետները միակարծիք են, կարևոր է, որ բոլոր, անգամ ամենապարզ դեպքերը քննարկվեն այսպես կոչված թումոր բորդում, բուժման ամենաարդյունավետ մարտավարությունն ընտրելու համար։ Վիրաբույժը ֆիքսված է վիրահատության վրա, ուռուցքաբան վիրաբույժը ֆիքսված է ուռուցքի վրա, եւ նա կիրառում է վիրահատությունը որպես այդ ուռուցքի բուժման մեթոդներից մեկը։ Դրանով փիլիսոփայությունները կտրուկ տարբերվում են։ Դու այդ մեթոդը պետքա քննարկես ավելի մեծ թիմով, որովհետև քաղցկեղը բուժվում է նաև դեղորայքով, նաև ճառագայթային բուժմամբ, նաև հետազոտությունով եւ այլն։ Այսինքն այդ մեծ թիմի աշխատանքը թույլ է տալիս կոնկրետ վիրաբուժական մեթոդը կիրառել տեղին ճիշտ եւ շատ լավ արդյունքներով։ Ռադիոլոգի դերը շատ կարևոր է այդ թիմի մեջ, քանի որ մենք հանդիսանում ենք տվյալ բորդի եւ աչքերը եւ ինչպես Արտյոմ Վячеславович զեկույցում նշեց, նաեւ նավիգացիան, այսինքն մենք ուղղորդում ենք իրենց գրագետ հասնելու ուռուցքածին բջիջներին կամ հիմնական գոյացություններին, գրագետ իրենց մոբիլիզացիա անելու եւ ընդհանուր տարածվածության ու ախտարման աստիճանը գնահատելու տեսանկյունից։ Գինեկոլոգիական քաղցկեղի բուժման հիմնական մեթոդներից է ճառագայթային թերապիան։ Էրեբունի ճառագայթային թերապիայի կենտրոնում բուժման արդի մոտեցումներ են կիրառում կենտրոնի նոր հնարավորությունների շնորհիվ։ В докладе мной были освещены современные принципы проведения как дистанционной лучевой терапии при раке шейки матки. И особый акцент, естественно, я сделала на применение гибридных технологий в брахитерапии. Նատալիա Կորնիևսկայան բրախիթերապիայում հիբրիդային տեխնոլոգիայի կիրառումը ուսումնասիրել է 10 տարի առաջ Վիեննայում։ Ուրախ է, որ աշխատաժողովում իր փորձով կիսվելու հնարավորություն ունի թե հայ, թե եվրոպացի գործընկերների հետ։ Что мне понравилось вот в этом конгрессе, в неформальной обстановке я пообщалась с Николь Консин, это спикер Европейской ассоциации онкогинекологов из Австрии. Это была живая, очень интересная беседа, обмен мнениями, опытом, и мы получили высокую оценку нашей работы. Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Նիկոլ Կոնսինից բացի գինեկոլոգիական ուռուցքաբանության Եվրոպական միությունը աշխատաժողովում ներկայացնում են պրոֆեսոր Լուիս Չիվան Իսպանիայից եւ Ժան Էմանուել Կուրցը Ֆրանսիայից։ Սա հայ մասնագետների համար ոլորտի նորություններն առաջին ձեռքից իմանալու լավ հնարավորություն է, նշում են գիտաժողովի կազմակերպիչները։ Ամբողջ իմաստը նրանում էր, որ մեր Հայաստանի մասնագետները ինֆորմացիան ստանան սկզբնաղբյուրից։ Թե պրոֆեսոր Կոնսինը, թե պրոֆեսոր Կուրցը, թե պրոֆեսոր Չիվան, նրանք ձևավորում են միջազգային բժշկության ստանդարտները։ Շատ կարևոր էր նաև դա լսվեր առաջին իսկ հենց այդ պրոտոկոլներ գրողներից, մեր հյուրերի կողմից, ինչպես նաև ESGO-ի վարչության անդամ Ստեփանյան Արտյոմի կողմից։ Պրոֆեսոր Լուիս Չիվան, որը երկար տարիներ եղել է ESGO-ի խորհրդի անդամ, մեծ պատիվ է համարում բժիշկ Արտեմ Ստեփանյանի կազմակերպած աշխատաժողովին մասնակցելը։ Well, regarding the conference, I think Ինչ վերաբերում է կոնֆերանսին, ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ դուք իմանաք պրոֆեսոր Արտեմ Ստեփանյանի դերն ու նպատակը, քանի որ քաղցկեղի բուժման համար միանգամայն անհրաժեշտ է մի քանի բան։ Նախ վերապատրաստում։ Մենք պետք է պատրաստենք մարդկանց, ովքեր կկատարեն քաղցկեղի բուժման տարբեր խնդիրներ՝ վիրահատություն, ճառագայթային թերապիա, բժշկական օնկոլոգիա, ախտաբանություն եւ այլն։ Դա շատ կարևոր է։ surgery, radiation, medical oncology, pathology, imaging. This is
very important. Էզգոյի գինեկոլոգիական ռուցկաբանության թարմացումները խորագիրը գրող աշխատաժողովը Հայաստանում անցկացվում է արդեն 4-րդ անգամ։ Այն Հայաստան է եկել Նայիրի բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի ջանքերով, որը Էզգոյի վարչության անդամ է, իսկ նրա ղեկավարած ծառայությունը առաջինն ու առայժմ միակն է Հայաստանում, որն ունի այդ կազմակերպության հավաստագիր եւ հանդիսանում է տրեյնինգ կենտրոն։ Աշխատաժողովին մասնակցում են 110 պատվիրակ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից, այդ թվում մարզային։ Մասնակիցների թվում շատ են նաև Արցախից տեղահանված բժիշկները։ Արտեմ Ստեփանյանի խոսքով հրավիրված են հիմնականում կարծիք ձևավորող մասնագետները, որոնք իրենց ստացած գիտելիքը տեղերում կփոխանցեն իրենց գործընկերներին։